Կրկին բարի երեկո եւ կրկին նույն հարցը, արդյոք ինձ լսում եք, որովհետեւ եթե լսում եք շատ լավ, եթե չեք լսում իմաց տվեք, բոլոր դեպքերում հուսամ, որ այս անգամ ամեն ինչ բարեհաջող պիտի անցնի, որովհետեւ ամեն ինչ արել ինչ որ կարող էի արել եմ, որպեսզի ձայնը բարձր լինի։ Ես անցյալ անգամ մոտավորապես 1 ժամ 57 րոպե լուր զրույց վարելուց հետո ձեզ հետ երբ անդրադարձա, որ դուք ինձ չեք լսում, ավելին ես նույնիսկ չէի տեսնում ձեր գրառումները, իսկ դա, այսինքն ես նույնիսկ գաղափար չունեի, որ դուք ինձ չեք լսում։ Մինչև բարեկամուհիս Հայաստանից հեռախոսով Viber-ով լուր տվեց, որ ձայնդ բոլորովին չի լսվում, մարդիկ խառնվել են իրար, ոչ որ քեզ չի լսում, մի խոսքով։ Ներողություն եմ խնդրում, խնդիրը տեխնիկական էր եւ իմ սխալմունքի կամ իմ չիմացության պատճառով էր, կարևոր չէ, մանրամասների մեջ չմտնեմ, բայց քանի որ ես չեմ հիշում ինչ եմ ասել, ես հիմա կփորձեմ ասել այն, ինչ ընդհանրապես վերջին շրջանում մտածում եմ եւ ուզում եմ ձեզ հետ բաժանել այդ մտորումներս։ Ես այն կարծիքին եմ եղել միշտ, մտածել եմ, որ այդպիսի մի արտահայտություն կար, չէ, հիշում եք, որ ամեն ժողովուրդ արժանի իր իշխանությանը, այս արտահայտությունը արհեստական եւ այսպես չարամտորեն նենգամտորեն ստեղծված արտահայտություն է արդարացնելու համար, ես սովետական տարիները նկատի ունեմ, այդ շրջանին եմ ծնվել ու մեծացել եւ նույնիսկ ձևավորվել, թե դա մի արտահայտություն է, որը արդարացնում է սովետական ռեժիմը, այսինքն մարդիկ վախեցած են եւ որպեսզի ոչ ոք չծպտա, ուրեմն քանի որ մենք արժան ենք սրան, դրա համար լռում ենք։ Ես հատկապես 2020 թվականից հետո համոզվեցի, որ այս արտահայտությունը ճշմարիտ, իրավացի խոսք է եւ վերաբերում է հատկապես հայությանը։ Երբ ասում եմ հայություն, նկատի չունեմ միայն Հայաստանի մեջ ապրողներին, նկատի ունեմ տարաշխարհի մեջ ապրող հայությանը, նկատի ունեմ բոլորիս, ովքեր իրենց ինքնությամբ, իրենց հայ են զգում, առնվազն, որովհետև հայոց լեզվով են մտածում եւ խոսում։ Կարող են իմանալ բազմաթիվ ուրիշ լեզուներ։ Սրա հետ կապված եթե հարցեր ունեք ինքնության, ազգային ինքնության եւ այլն, սիրով կարող ենք զրուցել, բայց այսօրվա նյութը դա չէ։ Ես դեռ ոչ մի հարց չեմ նկատում, չեմ տեսնում եւ չեմ տեսնում արդյոք ձեր լսում եք ինձ թե ոչ։ Հուսամ, որ այս անգամ լսում եք։ Վերջի շրջանին նկատածս գրառումները Facebook-ի մեջ, Facebook-ը հայության արած գրառումները, ընդհանրապես իրարանցումը, գիտեք, երևույթների նկատմամբ, որոնք պետք է սովորաբար նորմալ հասարակության մեջ, չեմ ասում զարգացած, չէ, նորմալ հասարակության մեջ երևույթներ կան, իրադարձություններ կան, դեպքեր կան, որ կարելի է արձանագրել ու անցնել։ Եվ կան երևույթներ եւ իրադարձություններ, որոնք արձանագրում ես ու մնում ես, կանգնում ես այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չես կարողանում լուծել։ Առնվազն հասարակական կարծիք զարգացնելու, արթնացնելու համար։ Շնորհակալ եմ, վահ, սիրելիս, շատ լավ է, եթե դու լսում ես, իսկ դու չէիր լսում անցյալ անգամ, եւ իսկ դու ինձ համար թանկ բարեկամ ես։ Ոչ միայն դու, բայց դու եւս
Ուրեմն այն երևույթները, որոնց վրա, այսքան որոնց շուրջ մենք պետք է մինչև այսօր, այսքան նույնիսկ տարօրինակ է, որ մենք 5 տարի հետո դեռ պետք է խոսեինք դրանց մասին օրենքով ըստ տրամաբանության մենք պետք է այդ խնդիրները նույնիսկ փորձեինք մասամբ լուծել։ Մենք այդ խնդիրները ոչ միայն որևէ մակարդակի վրա չենք լուծել, այլ դրանք թողած, ինչի մասին ենք խոսում, ինչ ենք քննարկում։ Ես անպայման ուզում եմ սա նշել, արձանագրել, որովհետև սա նաև մեր դիմագիծն է, և մեր դիմագիծը նաև մեր ճակատագիրն է վերջին հաշվով։ Մենք ուղղակի կերտում ենք մեր այսօրվա ապրելակերպը գումարած այն սերունդների, որ գալու են մեզանից հետո, որպես կրկին հայություն։ 20 թվականին, նոյեմբեր 9, լույս 10-ի գիշերը, տեղի ունեցավ, շնորհակալ եմ Հասմիկ ջան, բարի ունկնդրում, տեղի ունեցավ սոսկալի մի իրադարձություն, որը այսօր բացարձակապես մոռացության է տրվել, հիմա կբացատրեմ ինչպիսի երկրորդական, 100-րդական, 1000-րդական խնդիրներ քննարկելով։ 2020 թվականի նոյեմբեր 9 լույս 10-ի գիշերը ձեր սիրելի Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Հայաստանի կապիտուլյացիոն համաձայնագիր։ Առաջին հրատարակությունը այդ համաձայնագրի հենց այդ վերնագրով վերտառությամբ հրապարակվեց, հետո փոխեցին, հաշտության պայմանագիր դրեցին անուն, թե ինչ մի խոսքով, բայց ես դրան ծանոթացել եմ իր նախնական տեսքով։ Ինձ այդ պահին թվաց, որ հիմա ամբողջ ժողովուրդը հայությունն իր ամբողջական աշխարհով, կուսակցություններով, հայաստանաբնակները առավել ևս, որ նրանք ուղղակիորեն պետք է ուղղակի, ինչ ասեմ, ընդվզումը ամենամեղմ բառն է, այն արարքի, որ իմ կարծիքով պետք է լիներ։ Դրա փոխարեն լուռ ու մունջ շարունակեցիք ծառայել այս կամ այն կերպ, ոմանք ասելով, որ ձեռքներս ճար չկա, և կան մարդիկ, որոնց ձեռքին ճար չկա, որովհետև իրենք միայնակ են, որովհետև նաև գոյություն ունի Հայաստանի մեջ որպես փոքր երկիր, բոլորը բոլորին ճանաչում են, շատ ինչ-որ միջավայրեր կան, չէ, ընդհանուր թատերական միջավայր, քաղաքական միջավայր, չգիտեմ, բոլորին ես համենայն դեպս, երբ Հայաստան եմ ինքս եկել, Ֆրանսա ապրելուց հետո, որպես զբոսաշրջիկ, փողոցով քայլում ես կամ որևէ սրճարանում նստում ես և հանդիպում ես քո դասընկերներիդ, ուսանողական ընկերներիդ, աշխատանքային գործընկերներիդ և այլն, պատահաբար, որոնք քեզ չեն ճանաչում, դու իրենց չես ճանաչում, բայց հետո տեղն է ընկնում ամեն ինչ։ Այսինքն Հայաստանի մեջ շատ դժվար է մեկ կենտրոն ունենք, չէ՞, Երևանում մեկ կենտրոն կա, փոքր կենտրոնն է, որտեղ մարդիկ իրար հանդիպում են։ Փոխհարաբերություններ կան, որոնք շատ քչերն են համարձակորեն խախտում, արդարացիորեն խախտում, այսինքն, եթե դու այսինչի հետ ընկեր ես եղել կամ հիմա ես, եթե նա ենթադրենք զորակցում է ընկեր Նիկոլ Փաշինյանին կամ ստահակ ու հացկատակ է, քո կարծիքով չի եղել, բայց դարձել, քչերն են համարձակվում դա բարձրաձայն, առանց վիրավորելու,
մարդու առարապատությունը չվիրավորելու, բայց ասել ճշմարտությունը։ Այս առումով անշուշտ ինձ ավելի հեշտ է, որովհետև ես իմ բարեկամներին Հայաստան ապրող եւ Ֆրանսա ապրող հայությանը ինքս եմ ընտրում։ Մարդիկ կան, որոնց հետ ընդհանրապես միայն բարևում եմ եւ անցնում եմ։ Մարդիկ կան, որոնց ինձ չեմ նկատում, ինձ հետաքրքիր չեն, ճանաչում եմ, գիտեմ, որ հայ են եւ այլն, բայց դա կարեւոր է Բաքվում, փողոցում եւ այլն։ Հետո քանի որ ես դրսում եմ ապրում եւ կարող եմ իմ միջավայրը ինքս ստեղծել, նույնիսկ Հայաստանում ամեն մեկն ինքն է իր միջավայրը ստեղծում, այստեղ էլ ես կարող եմ իմ միջավայրի մեջ չմտցնել հայություն։ Ունեմ մի քանի 1, 2, 3 լավ բարեկամուհի եւ բարեկամ կամ 4, որոնց կարող եմ վստահել եւ որոնց վստահում եմ, որոնց հետ լավ բարեկամություն ենք անում, որոնց հետ եւ սգում ենք եւ ուրախանում ենք, այսինքն դրանք մատների վրա հաշված մարդիկ են։ Եվ եթե վաղը նրանցից որևէ մեկը որևէ հիմարություն անի, քանի որ բոլորս ապրում ենք Ֆրանսա եւ բոլորս այս ճշմարտության շունչը մեր քթանցքների մեջ արդեն կա, մենք կարող ենք իրար ասել սխալվում ես կամ հիմարություն դուրս մի տուր, գուցե այս ոճով, գուցե ավելի մեղմ, գուցե ավելի խիստ, եւ դրանից մեր բարեկամությունը չի փչանում։ Հայաստանի դեպ բարագային շատ-շատերից եմ լսել, որ ասում են, չէ, ես ինչ ասեմ, ընկերս է։ Ասեք, գիտեք, որ կարելի է նույնիսկ ծնողներին եւ երեխաներին, հարազատներին, քույրերին, եղբայրներին, եթե տեսնում ես, որ մոլորված է կամ մոլորվում է կամ այդ մոլորության ճանապարհին է, կամ ինչ որ արարքներ է գործում, որոնք անընդունելի ու անընկալելի են, ոչ թե քեզ, այլ ճշմարտությանը չեն համապատասխանում։ Առավել եւս որ քո լավ բարեկամն է, լավ ընկերն է, կարող ես առանձին ասել լսիր, ես ինչ ես անում։ Եթե տեսնում ես, որ ոչինչ չի փոխվում, հրապարակայնորեն կարող ես նաեւ խոսել դրա դեմ։ Եվ դա չի կոչվում դավաճանություն, դա կոչվում է արդարամտություն, որովհետեւ սրիկա է, բայց մեր սրիկան է, այդ հասկացողությունը լինելով շատ ռուսական, չտեսնված մխրճվել է նաև հայ մտքի մեջ, եւ դուք պատրաստ եք, հա, շանորդի է, բայց մեր շան որդին է։ Ու այսպես 5 տարի շարունակ սեփական շանորդիներին չնկատելով, նույնիսկ հաճախ արդարացնելով, պատահում է նաև հերոսացնելով, հասանք 2025 թվական, որպեսզի մենք ոչ թե այլևս ահազանգենք ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան, ամեն ակնթարթ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական դրածո է, Ռուսաստանի դրածո է, ինչպես իր նախորդները, եւ ինչպես եղել է նաեւ սովետական շրջանին, Հայաստանը ունեցել է իր իշխանությունը միայն 1918-20 թվականներին, որի սահմանադրությունը գրեթե ոչ ոք չգիտի, մինչդեռ այդ սահմանադրությունը կարելի է գտնել հանրային գրադարանում, վերջին հաշվով նաեւ համացանցի մեջ կարելի է երևի գտնել։ Ես այդ սահմանադրությունը ունեմ, կարիք չունեմ դա որոնել, բայց եթե շատ ուզենաք, կորոնեք ու կգտնեք, ոմանք ինձանից են խնդրում, ես ժամանակ չունեմ դա սկանանել եւ այլն, հատկապես մարդիկ, ովքեր քաղաքականությամբ են զբաղվում, ես դրա մասին մի քանի անգամ պատմել եմ։ Գիտեք, եթե քաղաքականություն եք անում, բարի եղեք կարողանալ սովորել որոնել նաեւ աղբյուրները, այն աղբյուրները, որոնք անհրաժեշտ են քաղաքականություն անողներին։ Եվ փաստորեն փոխանակ մենք խոսելու այն մասին, որ օրինակ Հայաստանի մեջ կան ռուսահաճ ինչ-որ կայաններ, որոնք նաև YouTube-ով են հայտնվում։ Ես տեսել եմ Վան ինչ-որ կայան, որտեղ Գորչ Գեդեմիչյանը դարձել է անուն ունի ռուսերեն,
հրավիրում է ռուս իբրև թե հակապուտինականների, որոնք արդեն արտասահմանի մեջ են, կամ նույնիսկ Ռուսաստանի, սա էլ է հետաքրքիր, որոնք սիրով ընդունում են իր հրավերը։ Եվ օրինակ հարց չի տալիս, ասենք Անդրեյ Զուբովին, կարծեմ նույնիսկ նրան, չգիտեմ, պետք է ճշտել, բայց կարող է երևի հրավիրել, կամ նույն Լատինինային, երբ հրավիրում է հոր հետ միասին իր կայանով հարցազրույցի, հարցերը կնեղը գծել, ճշմարտությունը լսելու, որպեսզի հայությունը կամ ռուսախոս հայությունը կամ այդ հյուրերի ենթադրենք ունկնդիրները, որոնք նրանց հետևում են անկախ այն բանից, թե դրանք որ կայաններով են ելույթ ունենում կամ հարցազրույցներ ունենում, լսեն նախ այն հարցերը, որոնք հուզում են այսօր հայ մարդուն, եւ լսեն նաեւ այն պատասխանները, որ դրանք տալիս են, օրինակ Անդրեյ Զուբովը Քսենիա Լարինայի հաղորդումներից մեկի ժամանակ պատմաբան է, իբրև կարծես բարեկիրթ մարդ է, Փափյոնով նստած Պրագայում իբրև դասախոսություններ է կարդում, դա էլ գիտեք, ինչ ուզում ես ասա, եթե շատ ես ուզում ճշտել, կարող է պարզի, որ ոչ մի բան չի անում, բայց հարցազրույցի ժամանակ ասում է իմաստուն, Նիկոլը Փաշինյան շատ իմաստուն ղեկավար է, որովհետև Ղարաբաղը հանձնեց իր իրական տիրոջը։ Սա ռուս իբրև ազատական, ազատամիտ, լիբերալ արարածի բերանից դուրս եկած թեզ է։ Եվ այս գոր չգիտեմ ինչյանը կամ որևէ մեկը հակառուս եվրոպական կուսակցություն լեփլեցուն արևմտամետ գործիչները Հայաստանի որևէ մեկը չի հարցնում ինչ է նշանակում իմաստուն Նիկոլ Փաշինյանի իմաստնությունը որն է որ նախ դու պատմաբան ես ինչպես չգիտես թե դա ոչ թե Ղարաբաղ է այլ Արցախ գոյություն ունի պատմական եւ սա այն դեպքը չի երբ ասում ես դե 5000 տարի առաջ որ տարածքում է եղել ով է հիշում կամ ինչ կարևոր է չի կարևոր է որտեղ դա 5000 տարի առաջվա պատմություն չէ մեկ դար հազիվ մեկ դար նույնիսկ հազիվ անցել է դու դա չգիտես թե դա ինչ է Ղարաբաղ ասածը ինչ է դու չգիտես որ դա Արցախ է եւ դու համարում ես մի իշխանության որին բերել է քո իբրև չսիրած Պուտինը Հայաստանի իշխանություն է դարձրել դու նրան համարում ես իմաստուն եւ համարում ես որ շատ իմաստուն քայլ է որ այդ տարածքը վիճելի տարածքը այս լատիրակը այս գյադան հանձնել է բարև Մանյաջան բարև հանձնել է Ադրբեջանին իր տիրոջը սա պատմաբանի վերլուծություն է որպեսզի ճիշտ 2 րոպե հետո չէ որ Եվրոպայի մեջ հիմա խիստ ընդգծված ես ինքս այդ կազմակերպությունների չասեմ բայց այդ շրջանակների մեջ եմ որ պաշտպանում է Ուկրաինայի ազատագրությունը որ այո ընդունում է որ Ռուսաստանը նվաճել է Ղրիմը 56 թվին սա տվեց նրան նա տվեց չէ Ղրիմը Ուկրաինա է վերջ այն տարածքները այն 4 նահանգները կարծեմ եթե չեմ սխալվում որ նվաճել է Ռուսաստանը դա Ուկրաինա է այսինքն ես չեմ
այսպես բանակցում, դրա կարիքը չկա։ Ես ասում եմ, որ այո, այդպես է եւ օգնում եմ ուկրաինական բանակին եւ չեմ թաքցնում։ Բայց օգնում եմ որպես ֆրանսիացի, հայկական բանակին չեմ օգնել եւ չեմ էլ օգնելու, որովհետեւ հայկական բանակ չկա։ Մենք դրա մասին էլ կխոսենք, սա պետք է որ շատերին զայրացնի իմ այս միտքը։ Բայց այդ նույն Զուբովը, իմանալով, որ Եվրոպայի մեջ այսօր եւ Ուկրաինայի հանդեպ որոշակի քաղաքական ինչու, որովհետեւ ինքը ուկրաինացին պաշտպանում է իր երկիրը, հետեւաբար նաեւ Եվրոպան հասկանում է եւ ինքը ուկրաինացին է իր արյունը թափում։ Եվ Եվրոպայի մեջ այսօր դու չես կարող ասել, որ այ Զելենսկին շատ իմաստուն կլիներ, եթե Աղրիմը վերադարձներ իր տիրոջը, այսինքն Ռուսաստանը, եւ առնահեղությունը կվերջանար։ Ինչպես որ բացատրում է Զուբովը, Նիկոլի Ղարաբաղը Արցախը անունով Ղարաբաղ հանձնելը Ադրբեջանին եւ դրանով առնահեղությունը վերջացավ։ Մենք զբաղված չենք այս խնդիրներով, մենք զբաղված չենք նույնիսկ Հայաստանի հարավային շրջանները, որը ես հիշում եմ եւ մեծ տղաս, եւ ես, եւ փոքր տղաս, մենք փոքր տղայիս հետ նա եւս տնտեսագետ քաղաքատնտեսագիտություն կարելի է թարգմանել նրա մասնագիտությունը։ Եվ տարածքը, իր տարածաշրջանը, որի շուրջ հիմա իր աշխատասիրությունն է գրում, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Հրաշալի պատրաստված, երբ մենք սկսեցինք հոդվածներ գրել եւ հրատարակել այստեղ, մի մասը հրատարակվեց, մյուս մասը ոչ, բնականաբար, եւ ինչու բնականաբար, որովհետեւ սոցիալիստները կարող են որքան ձախեր ընդհանրապես ճգչալ եւ գոռալ ազատություն յուրիձե տեչկինին, բայց երբ խնդիրը գալիս է իսկապես ազատագրությանը, չեն ուզում միջամտել, ընդունված չէ Հայաստանի մասին խոսել, ինչու, որովհետեւ հայությունն ինքը չի խոսում, ինքը չի ջարդում դռները, ինքը ոչինչ չի անում, ոչինչ չի անում։ Հիմա մի քանի մասնագետ մեջտեղ են եկել ու ասում են, որ հարավային շրջանները Հայաստանի ընկեր իմաստուն Նիկոլ Փաշինյանը հանձնել է ըստ այդ պայմանագրի Ադրբեջանին։ Ես հիմա սրանք հիշեցնում, մենք սրա մասին շատ եմ, անընդհատ սրա մասին խոսում ենք, որպեսզի հիմա ավելի հստակ լինի, թե որքան անկյալ է մեր ուղեղը։ Ես դրա համար եմ հիշեցնում։ 6000-ից ավելի զոհ ունեցանք վասն ոչ մի բանի։ Ոչ թե վասն հայրենյաց, վասն ազատության։ Չէ, վասն նրա, որպեսզի ճակերտների մեջ իմաստուն Նիկոլը Ղարաբաղը հանձնի իր տիրոջը, այսինքն Ադրբեջանին։ Որքան էլ գոռակ, որ մեր տղաները հերոս են, գիտեք, սա էլ մեկ ուրիշ կեղծիք է, որը ամոթալի է, որ մենք պետք է լուր սքանք այդ երեխաների կորուստը, նրանց մի համարեք հերոս, մեռնելը հերոսություն չէ։ Եվ այդ երեխաները մահը չէին ընտրել, չէ, եւ այդ երեխաները, որ նայում ես ցուցակները, ասում են, չէ, բաներ կան, ինչպես, ինչ կա, մարդիկ կան, որոնք ոչ թե նորակոչիկ էին, այլ կամավորներ էին գնացել, հետո զոհվածների ցուցակները կարդում ես, ծննդյան եւ մահվան տարեթվերը տեսնելով հասկանում ես, որ այնտեղ նորակոչիկների են տարել պարզապես մատաղանելու եւ արել են։ Այս ամեն ինչ կարևոր չի,
Այսօր հայ ժողովրդին կրկնում եմ, թե դրսի, թե ներսի, կարևորն այդ չէ, կարևորն այն է, թե Քոչարյանի տղան ինչ ասեց, իրեն ինչ ասեցին, ով իրեն ասեց համբալ, ինչն է քննարկում, երբ պատկերը սոսկալի է։ Իդեպ, եթե ուզում ենք, ուզենանք, երբևիցե իմացիր ճշմարտությունը, որովհետև ճշմարտությունն է քեզ փրկելու։ Սա կարծեմ Պողոս Առաքյալի խոսքն է, որը իմաստային առումով կրկնեցի։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը, երբ ասում եք Նիկոլը եկավ եւ ազատությունը, ազատ Հայաստանը, ազատ եւ անկախ Հայաստանը, այսինքն ամեն ինչ կապում եք Նիկոլի հետ։ Այս պահից սկսում է կեղծիքը։ Հայաստանը երբեք, կրկնում եմ, ազատ ու անկախ, առավել ևս իրավական, որը ամենակարևորն է, ոչ ոք չի կրկնում, չի ասում սա, միակ մարդը, որ խոսել է իրավական Հայաստան ստեղծելու մասին, Ռաֆիկ Հովհաննիսյանն է եղել եւ մնում, եւ նրանք, որ սովորաբար սիրում են կրկնել այս կամ այն ճիշտ լավ միտքը, առանց զարգացնելու անշուշտ, բայց գոնե կրկնում են, խուսափում են նույնիսկ այս հրաշալի փառավոր խաղակարտը օգտագործել իրենց համար խաղակարտ, որ սկզբունք էր Ռաֆիկ Հովհաննիսյանի համար։ Իրավական Հայաստան, գիտեք, պետք չէ ասել ազատ եւ անկախ, որովհետեւ ազատությունն ու անկախությունը, ես կրկնում եմ, Իրաքը անկախ երկիր էր։ Ռուսաստանը անկախ երկիր է, բայց իրավական չէ։ Ավելին ասեմ, Սերբիան եւ անկախ է, եւ ազատ է, բայց անիրավ է։ Եթե համեմատում ես կողքի եվրոպական երկրների հետ։ Կարելի է վիճել ժամերով, համեմատություններ անել եւ այլն, բայց ենթադրում եմ, որ ինձ լսողները հասկանում են իմ միտքը։ Ուրեմն այս կարևոր խնդիրները թողած։ Խնդիր կա, ասում է հայոց Եղեռնի, դուք ասում եք ցեղասպանություն, ինչպես դա Եղեռն է եղել։ Հայոց Եղեռնի խնդիրը պատմական, մենք պատմական Հայաստանի մեջ չենք ապրում, իրական Հայաստան, իսկ իրական Հայաստանը չի ընդունում Եղեռնի գոյությունն ու փաստը, այսինքն պահանջատեր չէ բոլորովին։ Այսինքն մեր պապերը իմ մեծ հայրերի ու մեծ մայրերի կորուստները, նրանց գերդաստանների կորուստները եւ ոչ միայն իմ, շատ շատերի իջիկ է դառնում այս գյադաների եւ ձեր համաձայնությամբ ազգային կուսակցությունները դրանց ինչն է ազգային, ես չգիտեմ, որովհետև սրանք հնչակյան, չգիտեմ, դաշնակցական, հնչակյանները միշտ են եղել իհարկե միջազգային շահի կողմնակից, այլ ոչ ազգային, ուրեմն նրանց համարել ազգային ավանդական կուսակցություն բոլորովին հասկանալի չէ, թե ինչու պետք է հնչակ չեմ դեմոկրատներ, ինչպես է դրանց անունը հիշեցրեք, հայ հնչակյան չեմ դեմոկրատական կուսակցություն, ինչն է դրանց դեմոկրատ, ինչն է դրանց ավանդական ազգային ավանդականով է փարամազներ ազգային գործիչ։ Բոլշևիզմի, մենշևիզմի խնդիրը ազգայինի եւ միջազգայինի հետ որևէ առնչություն չունի։ Այս ազգային կուսակցությունը Մուրադ Փափազյանն է ազգային, ասում է ռուսների հետ միայն, ինքը Փարիզ է ապրում։ Հրաշալի պայմաններով, բայց կարծում եմ, որ Հայաստանի փրկությունը Ռուսաստանի հետ ջերմ եւ երկարատև հավիտենական բարեկամություն է, այստեղ հետաքրքիր է նաեւ, թե ես նրանով իհարկե առանձին զբաղվում եմ, որովհետև երբ դու այսօր խոսում ես, կարևոր չէ թե ինքը ինչ է տարածում։ Մակրոնի հետ հանդիպեցի,
ըսա որ, ըսի որ, ինքը ինձի հարցուց, ես իրեն ըսի որ, Հայաստանի մեջ արդարադատություն կա։ Այս հեքիաթները ինքը որքան ուզում է թող պատմի, բայց այսօր նրա գործունեությունը խիստ վտանգված է, որովհետև այսօր ասել Ֆրանսիայի մեջ, որ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի բարեկամ, սա, գիտեք, կարող եք նրան ձեր գլխի վրա ընդունել, կարող եք Սաթիկ Սեյրանյանը կարող է 5000 հաղորդում անել, այնտեղ ով կա են մյուս հայելի մայելի դրանք այդ ինչ-որ աղջիկներ տղաներ կան, կարող եք պարզապես հիացած, որովհետև Նիկոլի դեմ, թեև Նիկոլի դեմ առանձնապես չեն էլ խոսում սրանք, որևէ աղարկել չեն գործում, բայց այդպես էլի արտասահմանից մարդ է եկել, հրավիրեք, խոսեցնեք, հիանաք, հպարտանակ ասեք։ Ինքը բոլորիդ մոտ գա, բոլորիդ հետ հարցազրույցներ վարեք, ինքը անընդհատ նույն ապուշությունը կրկնի և ձեր մեջ հարց չծագի, որ այ շունշանորդի, բա եթե այդպես լավ է Ռուսաստանի հետ բարեկամությունը, բա դու ինչու ես ապրում Ֆրանսա, ինչու չես գալիս Հայաստան, ինչու ես մնացել Ֆրանսիայի մեջ, իսկ Ֆրանսիան բարեկամական փոխհարաբերություններ համենայն դեպս վերջին 3.5 տարիների մոտավորապես ընթացքում չունի Ռուսաստանի հետ։ Եվ նրա գործունեությունն այստեղ ի վնաս հայկական շահի է, որովհետև ֆրանսիական դեսպանատունը Հայաստանի մեջ, Ֆրանսիայի մեջ արտաքին գործերի նախարարությունը, ընդհանրապես որոշ կազմակերպություններ և հասարակական շրջանակներ կամ հասարակական քաղաքական միջավայրը տեղյակ է հայ ավանդական ազգային կուսակցությունների դիրքորոշումին և տեղյակ է, որ սրանք Հայաստանը ուզում են պահել որպես Ռուսաստանի գաղութ։ Եվ հենց դրա համար էլ դուք վիզաներ չեք ստանում դուրս գալու, կարող եք հայհոյել այս ու այն դեսպանատունը։ Դրանից ձեր վիճակը ոչ դեպի լավ, ոչ դեպի վատ չի փոխվելու և ձեզ ոչ թե թույլ չեն տալիս, վիզա չեն, իրավունք չեն տալիս մտնել իրենց երկիր, որովհետև իրենց դեմ գրել եք Facebook-ում, իրենց հայհոյել եք Facebook-ում բոլորովին, այլ որովհետև ձեր երկիրը, որի քաղաքացին եք, որի անձնագիրը ունեք, ոչ նույնիսկ Ռուսաստանի արբանյակ է, այլ նրա գաղութն է։ Ռուսաստանի արբանյակ կարելի է համարել Վրաստանը։ Իսկ Հայաստանը եղել ու մնում է գաղութ։ Այն պահին, երբ կորոշենք ասել ճշմարտությունը, թե Հայաստանի մեջ միշտ իշխանությունը ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է Կրեմլից։ Եվ բա դու Քոչարյանական ես, բա դու Լևոնական ես, բա դու Սերժական ես, բա դու Նիկոլական ես, բա դու Բևերական ես, բա դու Սևերական ես, բա դու Դաշնակցական ես, բա դու սա ես, ոչ մի նշանակություն չունի, որովհետև բոլորը նույն աղբն են։ Եվ սա հաստատվեց 2021 թվականի ընտրությամբ, երբ սրանք բոլորը, ես երևի սա ասում եմ 1000-րդ անգամ, վարտիքները գլխներին քաշած վազեցին մասնակցելու իմա լեգիտիմացնելու, իրավականացնելու ընկեր Նիկոլ Փաշինյանին, մուդրի Նիկոլ Փաշինյանին, որը իմաստուն, այնքան իմաստուն է, որ իր երկիրը նվիրում է Ռուսաստանի և Ադրբեջանին։ Իրար թուրք են ասում, դեռ ռուս ասեք իրար, համարժեք վիրավորանք է։ Այս իրականության մեջ հայտնվում են գրառումներ, ինչ որ ուսուցչու հետ կապված պատմություն։
Բոլորը իրենց կարծիքն են գրում, ոչ ոք չի նկարագրում եղելություն, ինչ է եղել եւ այլն, թեև դա կարեւոր չէ։ Թե ուսուցիչը ինչ է ասել, ճիշտ է ասել, թե սխալ է ասել, աշակերտները ինչ են արել, չեմ դասղեկը ինչ է ասել, դիրեկտորը ինչ է։ Ճահճի մեջ մի քանի բլբլթոց, մի քանի գազեր, որոնք ներքին այդ արտադրվում են, այսպես պղպջակներ են տալիս եւ բոլորը նետվում են այդ պղպջակները յուրացնելու, նույնիսկ ոչ թե պայթեցնելու, այլ յուրացնելու, ու հանկարծ հայտնվում է մի սոսկալի աժիոտաժ իրարանցում, ուսուցիչներին պաշտպանող, դեռ չպաշտպանող չեմ տեսել, բոլորը պաշտպանում են այդ ուսուցչուհուն, մեկը ինչ-որ $1000 է նվիրում նրա ընտանիքին։ Ես այդ պատմությանը տեղյակ չեմ, ոչ էլ ուզում եմ տեղյակ լինել։ Դա բոլորովին ինձ հետաքրքրող պղպջակ է, որը արհեստականորեն նետում են քաղաքական ոլորտների մեջ զբաղվում եք։ Դրանից առաջ այդպիսի մի պղպջակ նետել էին Տիգրան Մանսուրյանի հետ կապված, չէ՞, հիշում եք, լրագրողը, իբրև այնտեղ լրագրող կա, ու լրագրողը, ուրիշ դեպքերում երբ լրագրողը, օրինակ, լրագրողը լրատվություն չի տալիս մեկ, վերլուծություն չի անում երկու, եւ դու տեսնում ես, որ քարոզչություն է անում, որ խոսել չգիտի, որ գրել չգիտի, որ տգետ է, թերուս է, ծառայամիտ է եւ ծառայում է, սա չեք նկատում։ Դեպքում լրագրողներին միևնույն է հարգում եք, բայց չէ որ դուք հեղինակություններ չունեք, դուք ունեք կուռքեր։ Այդպիսի մի կուռք էլ հավանաբար եւ սա էլ է շատ տրամաբանական, իսկ ով պետք է, ձեր կուռքը Կոմիտասը չպետք է լիներ կամ Եկմալյանը, ձեր կուռքը պետք է լինի Պարուշ Սևակը, Տիգրան Մանսուրյանը, Քոչարենցը չի կարող կամ Տերյանը չի կարող ձեր կուռքը լինել։ Եվ Տիգրան Մանսուրյանը, որը կարծես թե վաղուց բացահայտված թուրիմացություն է, դառնում է ձեր պաշտպանության օբյեկտը, ու թեև այդ միջադեպը լրագրող Տիգրան Մանսուրյանը բոլորովին կապ չուներ նրա ստեղծագործական խնդիրների հետ, բայց հանկարծ հայտնվում են ինչ-որ մարդիկ, որոնք գրում են այնպես, ինչպես խոսում են եւ խոսում են այնպես, ինչպես գրում են, այսինքն սոսկալի, որպեսզի ինձ մատ թափ տան վրաս եւ ասեն, որ Տիգրան Մանսուրյանի արածի եթե 1% արել եք, իրավունք ունեք նա աշխարհահռչակ տաղանդավոր երաժիշտ է նախ։ Եթե մենք խոսում ենք ստեղծագործական, այսպես ասած, խնդիր ենք քննարկում, Տիգրան Մանսուրյանը տաղանդավոր երաժիշտ չէ։ Տիգրան Մանսուրյանը տաղանդավոր թխում է այն նեղեդին, որ իրեն դուր է գալիս, մեկ, և ոչ միայն Տիգրան Մանսուրյանը, այնտեղ կա նաև, ինչ էր ասեք, Ամիրխանյան, չգիտեմ, լեցուն են դրանք, այդ թխողները լեցուն են։ Ժամանակին ասում եք երգչուհի Հասմիկ Պապյանը աշխարհահռչակ տաղանդավոր երգչուհի է, որևէ նույնիսկ YouTube-ով ձայնագրված հաղորդում, որտեղ ինքը երգում է, չկա, որ ֆալշ չերգի, տաղանդավոր երգիչը ֆալշ չի, սխալ նոտա չի վերցնում, չի կարող։ Լսողությունը բացարձակ է, շնչառությունը հրաշալի մարզված է, անհնարին է, չի կարող։ Եվ հետո դրա համար փորձում են մարդիկ, որպեսզի այդ ֆալշը չվերցնեն, չէ, կեղծ նոտա, սխալ նոտա չվերցնեն, աշխատում են։
Ինչ վերաբերում է տաղանդին, ապա սա այդպես, ով ասաց, որ ես իրավունք չունեմ մի քիչ ավելի բարձր գեղարվեստական ճաշակ ունենալ, քան դուք։ Եթե դուք կարծում եք, որ Տիգրան Մանսուրյանը տաղանդավոր է եւ աշխարհահռչակ, այդ դեպքում ասեք ինձ, թե ով է Ռավելը։ Այդ բացատրությունը կամ այդ նկարագրությունը աշխարհահռչակ տաղանդավոր։ Ով է Բիզեն, ով է Մոցարտը, ով է Շոպենը, Շուբերտը, ովքեր են այս մարդիկ, աշխարհահռչակ եւ տաղանդավոր։ Դրանց հետ որևէ եզր գտնում եք Տիգրան Մանսուրյանի հետ, նրանց եւ սրա միջեւ, ես ոչ իմ գեղարվեստական ճաշակին է համապատասխանում, ոչ նույնիսկ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, բոլորովին կապ չունի, ասում են, ծեր մարդ է, շատ ներողություն, ծեր այդ որ տարիքից է նախ, որ սրիկային չի կարելի ասել, որ դու սրիկա ես, թեև այդ լրագրողը այդքան քարաճիք չուներ, որ նրան դա ասել, օրինակ դրա համար էլ երևի ես լրագրող չեմ Հայաստանում, գուցե սրիկա չասեի, բայց հարցը իսկապես այնպես կտրվեր, որ նա լրագրողը իրավունք ունի իր ուզած հարցը տալ, իր ուզած մարդուն, ասել, որ խեղճ մարդը ծեր մարդ է, հետո ինքը դուրս է գալիս, ասում է, ես մենակ եմ ապրում, ինձ հանգիստ թողեք բան։ Այդ դեպքում դուրս մի արի փողոց, այդ դեպքում փակվիր տանդ, հա, այսպես Դիոգենեսյան քո տակառի մեջ քեզ ոչ ոք չի տեսնի, մի հայտնվիր հրապարակային վայրերում, քեզ հարցեր չեն տա, բայց դու ներկայանում ես որպես հռչակավոր, տաղանդավոր, լրագրողներն էլ հավատում են, ու քեզ հարցեր են տալիս։ Լավ, սա էլ անցանք։ Հետո գալիս է մեկ ուրիշ ավելի կարևոր խնդիր, որը իմ մեջ բազմաթիվ հարցեր է ծնելու հիմա, վաղուց է ծնել այդ հարցերից ոմանք տալու են, եթե դուք էլ հարցեր ունեք, սիրով սպասում եմ, որովհետև մենախոսությունը հաճելի բան է, բայց ավելի հաճելի է զրույցը։ Ուրեմն Վարդան Ղուկասյան անունով Միացյալ Նահանգների մեջ բոլորովին անհասկանալի կարգավիճակով ապրող մի խուլիգանի, որին հատկապես լսում են հայ կանայք, սա էլ նրա համար, որպեսզի հենց որ բերաններդ բացեք ու ասեք, միթե հայկինը կարող է, ինչ չգիտեմ, ծխել, ասենք։ Հայկին ավելի լավ է ծխի, քան թե Վարդան Ղուկասյան դոկ լսի։ Ազնիվ խոսք։ Իմ ծխելիս միայն ես ինձ եմ վնասում։ Բայց երբ հայ կամ ոչ հայ նորմալ մարդը ամենայն լրջությամբ միացնում է YouTube-ը եւ լսում է Վարդան Ղուկասյան դոկի հայոյանքները, որը հայոյում է լսողին, նրա մորը, քրոջը, հորը, եղբորը, տղային, աղջկան, մի խոսքով, եւ հայոյում, եւ դրանք ոչ թե ներփաճաշակ հայոյանքներ են։ Մի հատ գրում է սրիկա, ինչ-որ բոլորը շատ Լիլիթ, ես գրել էի մի անգամ հիշում եմ, գրել էի գջլոտ, իսկ գջլոտ նշանակում է լումպեն, չի նշանակում ոչլոտ, բայց Հովսեփ Խուշուձյանը մեծ քաղաքական վերլուծաբան, ինձ հանկարծ իր գրառումներից մեկի տակ է գրել, մեկ էլ գրեց չաթով, Լիլիթ ջան, խնդրում եմ այդ ոչլոտ բառը հանի, մի վիրավորի մարդկանց, ես երկակի ստանդարտներ չունեմ, թե ինչ, ասում եմ, որտեղ եմ գրել ոչլոտ, դա ես կարող եմ խոսքից մեջ ասել, որ, ասենք, Պետրոս Ղազարյանը ինձ անից է հիշեցնում, բայց ինչ-որ մեկի կամ իմ էջում կարող եմ գրել, բայց ուրիշի էջին, ուրիշի սկսած զրույցի տակ, ես ինչու պիտի գրեմ ոչլոտ, դրա փոխարեն այնքան հրաշալի, եթե հայերեն գիտես, ահռելի բառապաշար եւ հրաշալի
խոմանիշներ կան, ինչու ոչլոտ։ Վերջին հաշվով ոչիլը իմիջիալոց միշտ գնում է մաքուր գլխին, սա էլ իմացեք։ Այսինքն ոչլոտը պարտադիր չի ախտոտ մարդը։ Պարզվեց բանից, որ ասում լավ նայր, ես ոչլոտ բառը չեմ գրել, ես գրել եմ գջլոտ, դե ասում են նույն բանն է։ Երկար բացատրում եմ, ասում բաց բառարանը Հովսեփու նայր, գջլոտ նշանակում է լյումպեն, ֆրանսացիները ասում են սանքյուլոտ, այսինքն անվարտիկ, այսինքն հետույքը բաց, այսինքն ընչաքաղց, թշվառական, և սա նյութական ունեցվածքին չվերաբերող խնդիր չէ, ընչաքաղցը ոչ թե աղքատ մարդն է, չքավորն է, այլ թշվառականն է և հետույքը բաց, որովհետև ամենաաղքատ մարդը մի լաթի կտոր գտնում է ամոթատեղին փակելու համար, գջլոտը ոչ։ Ուրեմն ասածս այն է, որ այդ գջլոտ բառը դարձավ ահռելի պատմություն, ընդհանրապես շատերը շատ վիրավորվում են, երբ ասում եմ գրում եմ Շունշանորթի ծրականները հասցեին, բայց Վարդան Ղուկասյան Դոկին շատ շատերը, իրոք շատ շատերը ինձ իմիջիալոց շատ անակնկալ նույնիսկ, մարդիկ, որոնցից բոլորովին չէի ակնկալում, ասում էին, ու ինձ ուղարկում էին նույնիսկ, ասելով, որ ճիշտ է ասում, ճիշտ բաներ է ասում, սա էլ է հետաքրքիր մտածողություն, նախ, ճիշտ ասում է նաև սատանան, բայց ոչ ճշմարտությունը, և ճիշտ և ճշմարիտ բառերի մեջ հսկայական տարբերություն կա, վերադառնում ենք լեզվի իմացությանն ու լեզվամտածողությանը, ճիշտ, ասենք, անձրև է գալիս, բոլորը ասում են ճիշտ, անձրև է գալիս, արձանագրում են փաստը, ճիշտ է, անձրև է գալիս, թե ինչու է այդ անձրևը գալիս, հիմա, կամ ամռանը, կամ ձմռանը, ինչու է այս կամ այն երկրի կամ շրջանի մեջ հաճախ անձրևում, ինչու է այդ անձրևը հորդարատ, ինչու է այդ անձրևը ոչ թե, անենք, ամռան տապին, ինչու է անձրև գալիս եւ այն, սրա բացատրությունները կարող են տալ բնագետները, ֆիզիկոսները, և դա ճշմարտությունն է, բայց բոլորը արձանագրում են, որ ճիշտ է, անձրև է գալիս։ Ինչուն, ինչպեսը, մասնագետներն են տալիս, բացատրում։ Սա ամենապրիմիտիվ ձևով եմ ուզում հասկացնել, թե ինչ տարբերություն կա ճիշտ ասելու և ճշմարտությունն ասելու միջև։ Նաև ամենակարևորն այն է, որ այդ դոկ կոչված կենդանին նույնիսկ ճիշտ չի ասում, ստում է ամեն քայլափոխի, ինքն իր մասին է ստում, ուրիշների, այսինքն բանսարկու, ինտրիգան, բամբասկոտ, բոլորովին անհետաքրքիր մանրամասներ ինձ պատմող մի ստահակ, ինձ մի ուղարկեք, որ ես լսեմ նրան։ Միլիոնավոր դիտումներ, հիմա ինչ-որ ձերբակալել են, թե ինչ են արել Միացյալ Նահանգներում, հանկարծ հայտնվում է մեկ ուրիշ ճշմարտախոս, որի հետ ես հարցազրույց արել եմ, բայց բոլոր նրանց հետ զրուցել եմ չի նշանակում, որ այդ պահին ինձ հետաքրքիր են եղել և ինձ հետաքրքիր է եղել լսել նրանց կարծիքը։ Ինձ է հետաքրքիր է եղել նաև հասկանալ, թե ինչ ալիքի վրա են իրենք։ Վարդան Հակոբյան անունով ինքն իրեն ներկայացնում է դիրիժոր, բայց դիրիժորը
բոլորովին ուժ մասնագիտություն է։ Սա խմբավար, հավանաբար խմբավար է։ Նակասիկ տարբերությունը որն է։ Մեծ է։ Տարբերությունը մեծ է։ Երբ ասում եք մաեստրո Տիգրան Մանսուրյանի համար, այ դիրիժորը մաեստրո է, վարպետ է։ Վարդան Հակոբյանը ոչ մի բան է։ Իր մասնագիտության մեջ ըստ էության, որքան ենթադրում եմ, իր տեղը չի գտնում, դժբախտաբար, սա ցավալի է, եւ զբաղվում է բոլորովին անշնորհակալ գործունեությամբ, կեղծիք տարածելով, սուտ տարածելով, ուրեմն դոկին ձերբակալում են, ոչ ոք չգիտի ինչու են մեղադրում, որպեսզի լուրեր տարածվեն, թե դոկին ձերբակալելու միջնորդություն արել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն Նիկոլ Փաշինյանն է պատվիրել Միացյալ Նահանգների իրավական, արդարադատության հիմնարկեկներին, որպեսզի դոկին ձերբակալեն, որովհետև նրանից ավելի վտանգավոր ընդդիմություն Հայաստանում եւ դրսում չկա։ Այսինքն մի այնպիսի անհեթեթ սուտ։ Ինձ ասում են, վահը գրում է Նյու Ջերսիում տանարք վաճառքով է զբաղվում Վարդան Հակոբյանը։ Լավ է անում, ես ուրախ եմ իր համար, եթե հաջողում է դա, լավ է, իսկ եթե դա այդ առուվաճառքը անում է այն մակարդակով, ինչ մակարդակով հաղորդումներ է վարում, բացարձակապես այնպիսի տառասխալներով է գրում, որ մտածում ես Տեր Աստված, սա ինչ կրթություն ունի, ընդհանրապես գնացել է դպրոց, տառաճանաչ է, թե ոչ, աժան իմոբիլե, բայց աժան իմոբիլե լինելու համար, չգիտեմ Միացյալ Նահանգներում դա որպես, ինչպես է, դյուրությամբ է արդյոք դա հնարավոր է, թե հեշտ է, թե դժվար, օրինակ Ֆրանսիայի մեջ, որպեսզի աժան ունենաս, նախ ինքդ եթե աժանս ունի, օքեյ, եթե ինչ-որ մեկի մոտ է աշխատում, բայց դրա համար պետք է մասնագիտացած լինես, օրինակ Եվրոպայի մեջ անհնարին է դառնալ առուվաճառքի գործակալ մակլեր առանց հստակ գիտելիքների, դիպլոմների, ուսման եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա ես չգիտեմ, հայերից առնում, չեմ ալիից առնում, վալիին է ծախում, սա երևի հնարավոր է, բայց եթե սրան էլ ձերբակալեն, հետո տեսնենք ով է սրանց բոլորին դուրս գալու պաշտպանը։ Բայց կարևորը նույնիսկ այդ չէ, կարևորն այն է, որ ինքը այնտեղ նստած Նիկոլին ուրեմն նախտագետ շատ վատ խոսում են նույն Վարդան Հակոբյանը, իսկ Վարդան Ղուկասյանը հայոյելով է խոսում, իսկ Վարդան Հակոբյանը չի հայոյում առայժմ, կարող է որոշի գրավել Վարդան Ղուկասյանի տեղը, բայց ցակ ու ցրիվ մտքերով միտք չի արտահայտում, մի խոսքով սոսկալի, տգետ եւ այլն։ Ինչ ես ասում։ Վահը գրում է, որ Միացյալ Նահանգներում, որպես կանոն մասնագիտություն չունեցող մարդիկ հենց դրանով են զբաղվում։ Երևի ես գնամ Միացյալ Նահանգներում ապրեմ, որովհետեւ եկամտաբեր գործ է։ Տեր Աստված։ Կարևորն ինչ է, սակայն կարևորն այն է, որ այս սուտը տարածվում է, սրանք եւ գիտակցորեն են տարածում այս սուտը, տարածողները գիտակցորեն են դա անում, կամ ապրելով Միացյալ Նահանգներ, զբաղվելով բնակարանային առուվաճառքով, փաստորեն անշարժ գույք։ Այս լակոտը տգետ գաղափար չունի, որ ուզում է նախագահի անունը Թրամփ լինի, որը լինի մազալու ու հակասական, ընդունելի կամ անընդունելի, ծիծաղելի կամ հարգարժան,
ուզում է լինի Բայդեն, որը մեկ-մեկ մոռանա ինչ-որ բաներ, ուզում է լինի Քլինտոն, ուզում է լինի Ռեյգան, ով ուզում է լինի անունը։ Հիմնարկեքները քաղաքակիրթ երկրների մեջ, այդ թվում նաև Միացյալ Նահանգների, բոլորովին կապ չունեն ոչ նախագահի հետ եւ առանձին գործունեություն ունեն։ Այնինչ ռուս իբրև թե հակատրամփական կամ տրամփական ազատ Քսենիա Լարինաները Պորտուգալիայում նստած կամ Վարդան Հակոբյանները Նյու Ջերսիից նստած, ձեզ պատմում են, սա մի անհետեցություն է, բայց կարելի է մտնել, ընդհանրապես հետևել մամուլին, հետևել, նույնիսկ եթե չգիտեք անգլերեն, կարելի է մեխանիկական թարգմանությամբ դանել, մի խոսքով շատ դյուրին է հասկանալ համակարգը, արևմուտքի այս կամ այն քաղաքակիրթ երկրի համակարգը։ Այդ համակարգը երբեք չի կանխատեսում, որ Վարդան Ղուկասյան դոկին, Նիկոլ Փաշինյան ոչ ոքը, մյուս ոչ ոքի դեմ այնպիսի բողոք է ներկայացրել եւ ինքն այնպիսի միջազգային հեղինակություն է, հռչակավոր, աղանդավոր Նիկոլ Փաշինյանը իմաստուն, որ Միացյալ Նահանգների արդարադատության ամբողջ համակարգը, իրավական ամբողջ համակարգը հանկարծ որոշել է այդ հրահանգով ձերբակալել դոկին եւ դրա մեջ այնպիսի անարդարություն կա, այնքան անիրավ բան կա, դա կազմակերպված է Հայաստանի կողմից, եթե Հայաստանն այդքան զորավոր երկիր է, ուրեմն 1000 անգամ ավելի ամոթ ձեզ ու մեզ, որ այսօր մենք երկիր չունենք, որ այսօր Արցախը Ղարաբաղ է, որ այսօր հայոց եղեռնը պատմական խնդիր է, մեզ դա այլևս սերունդներին չի հետաքրքրում եւ մենք դրա տերը չենք եւ ընդհանրապես հարավային շրջաններն Հայաստանի պետք է տալիս ենք Ադրբեջանին, իսկ Մեղրին էլ անունը վերջանում է, Մեղրի չկա, անունը Միջանցք է, երբ ասում ենք Միջանցք, պետք է հասկանալ Մեղրի։ Ուրեմն այս երկրի պատկերացնում եք, եթե իսկապես զորավոր այնքան հեղինակություն ունեցող երկիր ենք, որ կարող ենք թելադրել Միացյալ Նահանգներին, այսինքն ձերբակալ այդպիսի բան հնարավոր չի։ Ֆրանսիայի նախագահը կամ Ֆրանսիայի իրավական մարմինները միայն նարկոդիլերներին, մեծ, չպատմեմ ձեզ, ով որ գիտի, ով որ չգիտի, չի էլ իմանա, տնտեսական սոսկալի մախինացիաների, նենգադավ, ինչ-որ չարամիտ արարքների, դրանց հետապնդողներին, կամ տերորիստներին, նրանց կարող են Ինտերպոլով կամ, բայց դրա մասին չեն էլ հայտարարում, փակում են ու վերջանում է դրանով հարցը, ինչ-որ օպոզիցիա, ինչ-որ Նիկոլ Փաշինյանը դիմել է Թրամփին, Թրամփը բռնել է ու բոլորը կուլ են տալիս այս անհեթեթ սուտը, որպեսզի հետո Վարդան Հակոբյան Մակլերը հեռախոսով ամերիկյան բանտից իրեն հեռազայնած դոկի ելույթը YouTube-յան իր կայանով տարածի եւ դուք էլի կրկին դիտեք, նայեք ու հավատաք ու ընդունեք, էլի կուլ տակ ուր եւ դոկը ինքը եւ Վարդան Հակոբյանը կոչ են անում գնալ ամերիկյան դեսպանատան առջև Հայաստանի, Երևանի, ցույց անել դոկին ազատելու պահանջով։ Այսինքն, ընկեր Վարդան Հակոբյանը, որը իրեն ժամանակին ներկայացնում էր որպես Սասնա ծուռ, որպես Սասնա արարքը գործող, Արայիկ Պապյան-Մապյան, դրանց նկատի չունեմ, Ժիրիկ-Միրիկների նկատի չունեմ, Արուժան Ավետիսյան,
այնտեղ Պավլիկ Մանուկյան, անկախ այն բանից մեր անձնական վերաբերմունքը այդ մարդկանց նկատմամբ գոյություն ունի անաչառ ճշմարտություն։ Այդ մարդիկ արարք են գործել, որը ահաբեկչություն չէր, այլ ազատագրական եւ քաջասիրտ։ Սա Շանթ Հարությունյանի բանի, ասա, ֆոլգայի մեջ, ալյումինիումի մեջ փաթաթած մարգանիցով կարգում կամ մահակներով 1.5 հոգեանոց հեղափոխություն չէր, ոչ էլ հեղափոխություն էր, արարք էր։ Նրանց չենք գնում պաշտպանում, նրանց ազատելու պահանջ չունենք։ Մեկին ծմահ բանտարկության են ենթարկել, հա, մյուսները 25 տարի, մեկը 9.5 տարի եւ նույնիսկ ամենակիչ ժամկետ ստացածները ոչ ոք չգիտի նրանք կհասցեն ողջ դուրս գալ, թե չեն հասցնում։ Այս բոլոր հարցերը թողած Վարդան Հակոբյանի հիմնական խնդիրը այսօր դոկ պաշտպանելն է եւ սրան լսում են։ Բայց ինձ սոսկալի զվարճացրեց մի միջադեպ, մի ելույթ, որ իմ լավ բարեկամուհին ուղարկեց, որովհետեւ ես ժամանակ ու ցանկություն չունեմ, այսինքն եթե ինձ սրանց բաները նյութերը չուղարկեն, օգնականները իմ լավ առումով, շատ դրական առումով օգնականներ, ինձ չօգնեն իմ լավ բարեկամները, ես երևի չեմ էլ հանդիպի։ Բայց շնորհակալ եմ, որ ուղարկում են, որովհետև իրոք զվարճալի էր։ Ուրեմն Վարդան Հակոբյանը հաղորդում է վարում, ուր պատմում է, անպայման լսեք այդ հաղորդումը, որովհետև երբ ես պատմում եմ, մարդիկ կան, ասում են, հա, իրեն շատ հավանում եմ, շատ ազնիվ տղա է, բայց ասում եմ, ինչն է ազնիվ, պատմում եմ, հա, ասում եմ, չէ, դա չեմ լսել, բայց եթե իրեն հավանում ես, ինչպես չես լսում, կարևոր հայտարարություններ անելիս, ինչու չես լսում, ինչու ես ուղղակի օդի մեջ հավանում ես, ինչու ինձ օդի մեջ չես հավանում, օրինակ, ինձ էլ այդպես օդի մեջ հավանիր, բայց ես հիմա օդի մեջ չեմ խոսում, ես հիմա կոնկրետ հարցեր ունեմ, Վարդան Հակոբյանը իր հաղորդման ընթացքում հեքիաթ է պատմում այն մասին, որ Հարություն Բաղդասարյանի հետ, որի հետ ես լավ բարեկամներ էի, հիմա ինքը խուսափում է ինձանից, լավ է անում, ճիշտ է անում, կամ սխալ է անում, չգիտեմ, բայց իրավագետ է եւ վատ իրավագետ չէ, թե ինչու է այս ճանապարհը բռնել Վարդան Հակոբյանի հետ, այդ չեմ հասկանում, գուցե հուսահատությունից, գուցե, բայց կարևորը այս դեպքում Հարությունը չէ, այս դեպքում կարևորը Վարդան Հակոբյանը, որը հեքիաթը սկսում է այսպես. մենք Հարություն Բաղդասարյանի հետ անունը ինքն է տալիս, ես այդպիսով գիտեմ։ Ուրեմն ասում եմ, մենք Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանքներ ունենք, որով դիմել ենք Հայաստանում դատարան, հետո, չգիտեմ, բոլոր ատյաններով մի խոսքով Հայաստանի անցնելուց հետո, ուր ենթադրվում է, որ իրենց հայցը կամ իրենց պահանջը չի բավարարվել, դիմել ենք Եվրոպական խորհրդի, հա, միջազգային դատարան։ Այստեղ ականջները լավ մաքրում ես, ասում ես հետաքրքիր է եւ ասում է, այդ ասում է, գիտեք, երբ որ տարանք այդ հայցը, այդ աղջիկը քարտուղարուհին, ասում է, Նիկոլականներ չընդունեց հայցը, ասում է, անունը հիշում էի, հիմա չեմ հիշում, բայց դա կարևոր չի, իսկ դա շատ կարևոր է, որովհետեւ իսկույն ցանկություն, իսկ բնական հարց է ծագում, իսկ որտեղ է գտնվում միջազգային դատարանը, Եվրոպական խորհրդի, մեկ, որ քաղաքում, Եվրոպական որ երկրի մեջ, եւ ոտքով եք տարել այդ նամակը
ավանակի վրա հեծած եք գնացել, ձիով եք եկել հասել, ինքնաթիռով, գնացքով, ավտոբուսով գուցե, ինչպես եք հանձնել այդ նամակը այդ քարտուղարուհուն եվրոպական դատարանում նստած քարտուղարուհին, որը հայցերն է ընդունում, պարզվում է բանից, որ նիկոլական է, բայց դրանից առաջ պարզվում է, որ հայ է։ Սա ամենակեղտոտ խաբեությունն է, որով իրոք մոլորեցնում են Հայաստանի մեջ ապրող այն մարդկանց, որոնք բոլորովին անտեղյակ են աշխարհի կարգ ու կանոնին։ Ընդհանրապես, սա շատ զայրացնում է հայաստանցիներին, բայց այս աշխատանքային ձևը օգտագործում էր Ռաֆի Հովհաննիսյանը եւ կարծեմ մինչեւ հիմա է օգտագործում։ Էլեկտրոնային հասցեներով աշխատելու ձևը ընդունված կարգ է շատ վաղուց։ Համացանցի գոյության օրվանից ընդունված կարգ է, ինչու, որովհետև հետք է թողնում։ Ինչով են գնացել, ովքեր են գնացել, ուր են գնացել Վարդան Հակոբյանն չգիտենելով, ինչպես է պարզվել, որ այդ քարտուղարուհին, որը հայցեր է ընդունում, հայ է, նախ, հետո նիկոլական, դա էլ է առեղծված, այսքան առեղծված չէ, բացառված է, ուղղակի բացառված է, և ամենակարևորը, գոյություն ունի կայք եվրոպական դատարանի կամ միջազգային որևէ դատարանի, ուր իրենք դիմել են, որովհետև իր պատմածից դա էլ շատ հասկանալի չի, ում են դիմել, որ դատարանին, որ երկրի, որ քաղաքում է այդ դատարանը, ում են ուղարկել որպես սուրհանդակ, որը հանդիպել է հայ նիկոլական քարտուղարուհու։ Քարտուղարուհիները ընդհանրապես որևէ հայց չեն ընդունում կամ մերժում, սովորաբար դրանով զբաղվում են, դու ուղարկում ես էլեկտրոնային ձևով քո հայցը, նույն ճանապարհով պատասխան ես ստանում, եւ այդ պատասխանը քեզ տալիս է ոչ թե հայ քարտուղարուհին, որը այնտեղ չի կարող լինել, որը ոչ միայն նիկոլական չի կարող լինել, այլ ուղղակի այդպիսի մարդ չի կարող լինել, կամ թող անունը ասի ով։ Մոգոնի մի բան, այդքան սուտ մոգոնելուց դժվար է մի անուն ազգանուն մոգոնել, ասենք շատ ստանդարտ, գիտեք, ասենք թե ինչ ասեմ, այնպիսի մի անուն, որ չեմ, Կարին է, Մարին է, Գայան է, այսքան անուններ, որ հաճախ լսում ենք, Սարգսյան, Գրիգորյան, Գևորգյան, այսպիսի ազգանուններ ու անուն 100,000 հատ կան։ Լիքը Լիլիթ Սիմոնյան կա, այսքան այնքան հեշտ է, բայց Լիլիթ Սիմոնյանը մի քիչ շատ ընդգծված սուտ կլիներ, ինչ-որ մեկի անունը գրեին, սուտ անուն ասեր, անունը կարևոր չէ, աղջիկը հայ էր, քարտուղարուհի էր և նիկոլական էր, ու դրա համար հայցը չի ընդունել։ Հայցերը ընդունում են կամ չեն ընդունում, մերժում են իրավաբաններ այնտեղ նստած, որոնք ստանում են էլեկտրոնային փոստով և նույն ճանապարհով պատասխանում են։ Այս սուտը տարածելու համար Վարդան Հակոբյանին պետք է ականջները ձգել և նրան բացատրել, որ տղա ջան, դու էլ ես այսպես օդից կախված վիճակում Միացյալ Նահանգների մեջ, ենթադրում եմ։ Ինչու ես ստում,
չես մտածում, որ կարող է ինչպես դոկի հետևից են եկել, քո հետևից էլ գան։ Միայն հենց նրա համար, որ դու ասենք թե ինֆորմացիոն կեղծիք ես տարածում, լրատվական կեղծիք ես տարածում, դու փաստորեն ստում ես։ Ինչ բան սարքություն, ինչ ինտրիգներ են սարքում սրանք։ Մեկ ուրիշ հարցել եմ ուզում ինքս ինձ եւ ձեզ տալ, եթե պատասխանը ունեք, խնդրեմ։ Ես ուզում եմ իմանալ, տեղյակ եք արդյոք Սևրի պայմանագիրը միջազգային դատարաններին ներկայացնելու վերաբերյալ Արայիկ Պապյանի եւ Վիլսոնյան հայաստանցիների ընթացքին ես տեղյակ չեմ։ Հայաստանը երբեք Վիլսոնյան չի եղել, դադարեք այդ այլանդակությունը գրել։ Հայաստանը 18-20 թվականներին եղել է Արարատյան հանրապետություն, երբեք Վիլսոնյան Հայաստան, սովետական եղել է, կայսրական եղել է, եւ հիմա նեոկայսրական կամ նեոսովետական կամ նեոկայսրական եղել է, կրկնում եմ, Արարատյան հանրապետություն, երբեք Վիլսոնյան չի եղել, դուք ինչ նկատի ունեք այդ այլանդակությունը գրելիս։ Դուք կարծում եք, որ եթե դուք պատմություն չգիտեք, եթե դուք ուղեղ չունեք ընդհանրապես որևէ բան վերլուծելու, բոլորը ձեր վիճակում են, չէ, այդպես չի։ Մարդիկ կան, որոնք մասնագիտացած են կամ արդեն մասնագետ են։ Այդպիսի հասկացողություն Վիլսոնյան Հայաստան ուղղակի չկա։ Եթե խոսքը վերաբերում է Սևրի պայմանագրին, հիշում եք այդ պատմությունը։ Սևրի պայմանագիրը միջազգային դատարաններ ենք դիմում, որպեսզի դա ճանաչվի եւ այլն, ասում ես, լսիր, Սևրի պայմանագիրը չի վավերացվել, որովհետև հետո եղել է Լոզանի պայմանագիր։ Իրենք ասում են, մենք չենք ընդունում Լոզանի պայմանագիրը։ Ասում ես, լավ, դու մի ընդունիր Լոզանի պայմանագիրը, բայց Երկրորդ աշխարհամարտից հետո որոշվեց, հաղթող կողմերը բոլորը որոշեցին, որ եւ դա հատկապես երկրորդ ճակատը բացող երկրները, Միացյալ Նահանգներ, Գերմանիա, Անգլիա եւ Ֆրանսա, որոշեցին, որ մինչեւ երկրորդ աշխարհամարտի ավարտը կնքված բոլոր պայմանագրերը չեղյալ են համարվում։ Սա նշանակում է, որ Երկրորդ աշխարհամարտից առաջ, եթե անգամ նույնիսկ ենթադրենք ըստ Լոզանի պայմանագրով էլ Սևրի պայմանագիրը մնար ուժի մեջ, միևնույնն է, Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունված օրենքների միջազգային իրավական ատյանների մեջ ընդունված օրենքի որևէ պայմանագիր վավերացված չէ։ Եվ սա էլ էր գիտակցված ու մտածված շուտ։ Երբ մարդիկ ստում են, որովհետև դա պաթոլոգիկ երևույթ է կամ պաթոլոգիկ ստախոսն է, այդպես չեն կարող չստել։ Բոլորս ենք ստում, չէ, ենթադրենք, սուտ ասելու հեշտ բան չկա, հարմար չէ, ասում ես, տանը չեմ, ասա տանը չեմ, հեռախոսով զանգում, տանը չեմ, ժամանակ չունես, գործեր ունես անելու եւ այն ժամանակ չունես։ Սա ընդունված սուտ էր։ Իսպիսի անմեղ սուտը ոչինչ, բայց
երբ սրանք են ստում, իրենց անունը դնելով հակառուս, իրենց անունը դնելով արևմտամետ եվրոպական, Տիգրան Խզմալյան, եվրոպական, կամ Շանթ Հարությունյանը, էլի ինչ-որ մեջտեղներում պտտվում է, էլի ինձ ցուցմունքներ են տալիս, լսեք Շանթին, ես ոչ մի բան ու գործ էլ չունեմ, պիտի նստեմ, լսեմ, ում Շանթին, ժամանակին Դոկին և Շանթին, հիմա մնացել է միայն Շանթը ու Վարդան Հակոբյանը, մեկ-մեկ Արայիկ Պապյանն էլ է հայտնվում, այդ տակառը պիտի դատարկ, պետք է զրնգա անպայման, չի կարող մեր ականջը այդպես հանգիստ ապրենք, զրնգոցները, ճռճռոցները չլսել չենք կարող, դատապարտված ենք։ Բանն այն է, որ այս կեղծիքը, երբ սկսում են տարածել, սկզբից չես հասկանում ինչու են դա անում, ինչ պատմություն է, հետո ես գլխի ընկնում, այդ երբ հետո սկսում են մասնակցել քաղաքական ընտրության, այդ պահից հասկանում ես, որ սրանք բոլորը նշանակված, ինքներդ որոշեք, ամեն մեկըդ, իրար մեղադրում են KGB, ԳՌՈ, չգիտեմ, բոլորըդ նույն հիմնարկներից, որ կարող եք չիմանալ, դուք հո չգիտեք, իրար, բոլորըդ կոլեգաներ եք այդ առումով, այս առումով սրանց կոլեգաների մեջ մտնում են շատ ու շատ նախկին իբրև թե քաղաքական դիսիդենտներ, որոնց անունները գոնե մեկը պետք է տամ, Ազատ Արշակյան, դասական սրիկա, դասական անպատիվ անիրավ մարդ, շատերդ եք լսում Ազատ Արշակյանին և ասում եք ճիշտ է ասում, ինչ է ասում, խնդրեք թող պատմի իր կենսագրությունը, ոմանք ասում են դե իսկ ով մեղքեր չի գործել, ես այդպիսի մեղքեր չեմ գործել, ինչու եք նմանեցնում այդ սրիկային օրինակ, սա էլ է հետարքիր, սա նման է գիտեք ռուսների և հայերի, երբ ասում եմ ռուսներ ու հայեր, այդ ռելոկանտների, որոնք հիմա Եվրոպայում նստած Եվրոպա են հայում, Հայաստանում ծպտուն չեն հանում, բայց ռուսերենը ռուսացում է գնում, արտակարգ ռուսացում է ընթանում բոլոր բնակավարներում, բոլոր առումներով, չտեսնված սիրում են ասել որևէ անիրավություն, երբ երկրի, իրենց երկրի վերաբերյալ կա, ասում են դե ամեն տեղ էլ այսպես է, սուտ են ասում, երբեք մի հավատացեք, ամեն տեղ այդպես չէ, ամեն տեղ լրագրողը պատասխանատու է իր ամեն տառի, ստորակետի, քաղաքական գործիչը, առավել ևս ընդդիմությունը, առավել ևս իշխանությունը, ամեն, ինչ ասեմ, շեշտադրության համար նույնիսկ, և այս պատասխանատվությունը այն է, որ նախ ապաշխարություն է, եթե հանցանք կա, մեղք կա նաև պատիժ, և դա դու չես որոշում, դա ոչ թե հասարակական կարծիքը համաձայն, չէ, գոյություն ունի արդարադատություն, հանցանք ես գործել, Սարկոզիին ես ընտրել եմ, դա իմ ընտրյալ թեկնածուն է եղել և շատ հավանում է իրեն, իրեն նույնիսկ ձախերն էին ընտրել են բոբոները, որոնք շահագրգռված էին տնտեսապես, նյութապես, իսկ ես շահագրգռված էի գաղափարական առումով։ Հիմա Սարկոզիի ոտքին այդ օղակը կա, բացառված չէ, որ կարող է նաև բանտ գնալ ձերբակալվել, Մարին Լոպենը հավանաբար առնվազն, այսինքն կարող է նվազագույնը թույլ չտան մասնակցել, օրենքը թույլ չտա նրան մասնակցել առաջիկա 5 տարվա ընթացքում քաղաքական ընտրության, ընթացքում նաև
եթե իսկապես զանցանքներ է գործել, դրանք էլ կբացահայտվեն, այսինքն սա ոչ թե հասարակական կարծիք կամ բան է, սա արդարադատ, երբ Մուրադ Փափազյանը ասում է Հայաստանի մեջ արդարադատություն կա, որովհետև Մակրոնը ասավ, որ Նիկոլին կսե, թե ինձի պիտի ցկե Հայաստան, եւ ինձի ցկեցին Հայաստան, այսինքն եթե իրեն թույլ են տվել, որ մտնեն, ուրեմն Հայաստանի մեջ արդարադատություն կա, բայց որ քաղաքական դատարկյալներ կան, որ հանցագործները իշխանություն են, որ երկիրը սոսկալի վիճակ է, տնտեսական առումով քայքայված, կրթական համակարգը բոլորովին քայքայված է, առողջապահության համակարգ, ընդհանրապես գոյություն, ես որ լսում եմ, մտածում եմ մարդիկ որևէ մեկը հիվանդանում է Հայաստանի մեջ, մտածում եմ Տեր Աստված, այս մարդկանց համար պետք է միայն աղոթել, սրանց Տերը միայն Աստված կարող է լինել, բժշկություն չկա, առողջապահական համակարգը այնպիսին է, որ չեղած բժշկության համար անգամ պետք է այնպիսի փեշով փող վճարես, որ չբուժվես, բոլորը զբաղված են ինքնաբուժությամբ, ինչպես սովետական տարիներին այնպես հիմա բոլորը մանկավարժ են, բոլորը բժիշկ են, բոլորը դիլետանտների այսպես մի ահռելի հասարակություն է։ Մարդիկ այստեղ նվազագույնը 12 տարի սովորում են բժիշկ դառնալու համար։ Եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանեմ, եթե ոչ, երևի այսօր այսքանով ավարտենք, հետո կփորձեմ էլի, եթե ժամանակ ունենամ, մի երկու խոսք իմ երկարատև բացակայության մասին ասեմ։ Ես անտանելի, զարհուրելի, սոսկալի զբաղված եմ, որովհետև գրեթե ամեն օր հիմա ասեմ փետրվարի վերջից կամ փետրվարի կեսերից նույնիսկ պետք է ճշտեմ ժամանակի զգացողությունը բոլորովին կորցրել եմ փորձում եմ ներկայացում մի դեր ներկայացում որի մեջ խաղում եմ եւ որը նախատեսված է որի պրեմիերան նախատեսված է սեպտեմբեր 6-ին եւ ամբողջ խումբը մնում է Փարիզում ոչ ոք չի գնում արձակուրդ որովհետեւ սեպտեմբերի 6-ին պետք է ներկայացումը խաղանք ուրեմն այս տարի առնվազն 6 հոգի բեմադրիչի հետ միասին մնում են ճորճորալու Փարիզում բայց ես ինձ մխիթարում եմ այն մտքով որ աշխարհը գալիս է իր արձակուրդը Փարիզի մեջ անցկացնելու ինչպես ապրում եմ այստեղ հիմա կարող եմ թույլ տալ այս տարվա արձակուրդը դժբախտաբար պարզապես արձակուրդ չեմ ունենալու շատ ինտենսիվ փորձեր են ծանր ներկայացում բեմադրության առումով դյուրին չէ հետաքրքիր ներկայացում է հետաքրքիր պիես է օրը կգա բարին հետը ես Ֆրանսիայի մեջ ապրողների համար հավելյալ ինֆորմացիա կդնեմ տեղեկություն վայրը ժամը որտեղ կարող եք գնել տոմսերը որովհետև իրավունք չունենք տոմսեր նվիրել դժբախտաբար միայն ընտանիքի անդամները կարող են գալ եւ ձրի նայել հակառակ դեպքում մեծ հրավիրատոմսեր չեն տալիս դերասաններին սրանից մի 15 տարի առաջ դեռ այդ հնարավորությունը կար հիմա չկա բայց կան բացառություններ իմ մտերիմ ընկերները ովքեր Ֆրանսիայում են ապրում դրանք մի քանի հոգի են շատ չեն ես նրանց հրավիրելու եմ եւ նրանց չի վերաբերում տոմսեր գնել իսկ նույնիսկ ստիպված պետք է կայքերը կան ֆնակի կայքը կա չգիտեմ այնտեղ բիերոդյուկ կա չգիտեմ ինչ որ կայքեր կան որտեղ կարելի է զեղչերով տոմսերը գնել ես ուղղակի տեղեկությունը կտեղադրեմ
ներկայացման օրերը, ժամերը եւ գները արդեն ինքներդ կմտնեք եւ կտեսնեք։ Հետո Ֆրանսիայի մեջ ընդհանուր ուսանողները մի գին են վճարում, թոշակառուները ուրիշ գին են վճարում, չգիտեմ, նպաստ ստացողները երրորդ այնպես է արված, որ բոլորը, ովքեր ուզում են վայելել թատրոն, չզրկվեն, խմբով եկողները զեղչեր ունեն, մի խոսքով զեղչերով կայքերի մեջ զեղչերով շատ էժան է։ Երևի այսօր այսքանը, կրկնում եմ, ես մինչև իմ ծխախոտը վերջացնեմ, կարող եմ սպասել, եթե հարցեր ունենաք, սիրով կպատասխանեմ, իսկ եթե ամեն ինչ պարզ է եւ որովհետեւ պատահում է, որ հաղորդումը վերջանալուց հետո ես հանկարծ տեսնում եմ հարցեր եւ քանի որ սկզբունքորեն որոշել եմ բացառիկ դեպքերում է, որ պատասխանում եմ որևէ մեկին հաղորդումից հետո ուրեմն ավելավի հիմա այդ հարցերը տակ, քանի կարող եմ, որովհետև շատ երկար մնալ այսօր չեմ կարող, վաղը փորձ ունեմ, պետք է տեքստս նորից վերանայեմ, բայց միաժամանակ կարող եմ մնալ, որպեսզի պատասխանեմ ձեր հարցերին, եթե ոչ, կարող ենք հրաժեշտ տալ այսօր, գրեք ինձ, ինչ եք ուզում։ Ես գիտեմ, որ ինձ դիտողները նախ շատ չեն, հետո հիմնականում այն մարդիկ են, ովքեր այն ինչ ես պատմում ու բացատրում եմ ու ասում եմ, ինձանից լավ գիտեն։ Ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ, թե ինչու ձեր մեջ հարցեր չեն ծնվում։ Դուք դրանց պատասխանները գիտեք այնքան, որքան ես։ Սա էլ իր հերթին։ Ես լսարան, մեծ լսարան ունենալու ցանկություն ունեմ, բայց ինչու ունեմ այդ ցանկությունը ունեմ, որպեսզի գոնե սկսեն վիճել, ինձ հետ վիճել, ինձ հետ, անձի հետ վիճել, և այդ վեճի մեջ կարող է ծնվել ոչ թե ճշմարտություն, այլ նախ եւ առաջ զրուցելու կերպը, ձևը, դաստիարակել, զրուցել իրար հետ եւ խոսել իրար հետ, սա էլ մեծ բան է։ Երկրորդ, եւ հասարակությունը արթնանա, այս առումով իհարկե ինձ հետաքրքիր է, որ լսարանը մեծ լինի, բայց քանի որ իմ անունը ոչ Դոկ է, ոչ Վարդան Հակոբյան է, ոչ էլ մյուս այդ սարսալակներից եմ, եւ ես YouTube-յան կամ Facebook-յան դիտումները հաշվի չեն առնում, բայց YouTube-ի դիտումները դրանք եթե մոնետիզացված են, եկամուտ կա, դրանից նաեւ եկամուտ են ստանում, այսինքն եթե ինձ մեկը բացատրեց, որ Վարդան Հակոբյանը ինքը շատ լավ տղա է, Դոկի մասին խոսում է, ուղղակի որպեսզի դիտումները շատ լինեն, այսինքն եթե քեզ հետաքրքիր է Դոկի լսարանին բերել քեզ լսելու, հետո հետաքրքիր է, որ դրանք բոլորը դուրս գան ու գոռան, մենք բոլորս Դոկ ենք, ուրեմն դու շատ տխուր, շատ անհետաքրքիր ու շատ անպիտան մարդ ես, աշխարհում ոչ մի փող, ոչ մի գումար, վարկդ բարձրացնելու համար, ինչպես բացատրեմ, գոյություն չունի այնպիսի մի գումար, այնպիսի վճարում, հանուն որի համաձայն ես վարկազրկվել։
վճարումի առջև կարող ես աշխատել մասնագիտությամբ կամ այնինչ կարող ես, հա, կարող ես ընդհանրենք խմբավար ես գնալ չափ տալ երգչախմբին, թող երգի լավ վճարումով, շատ լավ է, բայց դուք լսածներ ինձ եւ ինձ ասել կամ ձեզ ասել, վեր կացեք, գնացեք Միացյալ Նահանգների դեսպանատան առջև պաշտպանություն դուքի ցույց արեք, երբ կրկնում եմ, դու հայտնվել ես այն մարդկանց ուսերին, որոնք այսօր որպես քաղաքական բանտարկյալներ են իսկապես եւ մեղադրվում են տերորիզմի, չէ, դրա մեջ, այսքան սոսկալի մեղադրանքով են ձերբակալված։ Փոխանակ նրանց պաշտպանել, նրանց ազատելու համար, անկախ այն բանից դու ինչ վերաբերմունք ունես այդ մարդկանց նկատմամբ, ճանաչում ես նրանց, թե չես ճանաչում։ Ոչ մի նշանակություն չունի։ Արարք է եղել, այդ արարքը ինձ համար ընդունելի է եւ ինձ նման շատ-շատերի, որովհետեւ եթե հիշում եք, երբ այդ արարքը այդ մարդիկ գործեցին, Հայաստանը, այսինքն Հայաստանի մեջ իսկապես դա բացի մի քանի տահաս բոլորովին անպիտան, բոլորովին կարճատես արարածից ուրիշ ոչ ոք դա չընկալեց որպես տերորիստական արարք, ճիշտ հակառակը մարդիկ գնացին, կանգնեցին, հիշում եք այդ ԱԱՑ, հա, գնդի առջև եւ զորակցում էին։ Հիմա հանկարծ այդ բոլորը, որոնք այդ ԱԱՑ գնդի դիմաց, ճիշտ եմ, չէ, ԱԱՑ-ն բան է, չի, ՊՊՑ, ինչ էր այդ, ասեք, ոնց որ հարյուրանքներ լինեն դրանք, զինվորական կամ ոստիկանական գունդը, որ գրավել էր Սասնա ծռեր ազատագրական խումբը։ Ուր են այդ մարդիկ, նրանց զորակիցները, նրանց համակիրները ուր են։ Րոպեն մեկ Վարուժան Ավետիսյանի նկարը տարածում էիք, ասում էիք վարչապետ, նշանակել էիք, լսեք, ես Վարուժան Ավետիսյանի նկատմամբ ունեմ խորին հարգանք, որ չունեմ ոչ Ժիրիկ Սեֆիլյանի, ոչ Արայիկ Պապյանի, ոչ էլ մյուս թափթփուկների հանդեպ չէ, բայց թե Պավել Մանուկյանի, թե տարբեր պատճառներով, թեև գիտեմ, որ իրենք էլ իրար հետ գուցե որքան ականատես եղանք այն ինչ որ ցույց տվեցին մեզ, հա, այդպես չափազանց լավ փոխհարաբերությունների մեջ չէին հետո, բայց միևնույն է, այդ մարդիկ արժանավոր մարդիկ են հիմա, եւ ոչ միայն նրանք, բոլորի անունները դժբախտաբար չեմ հիշում, բայց նույնիսկ եթե նրանց ինչ է նշանակում, այսինչը արտաքին գործերի նախարար, այն դուք ինչու եք պաշտոններ նշանակում, դուք ուզում եք ազատ իրավական երկիր դառնալ, ուր ես իրավունք ունեմ ընտրել, թե ուզում եք հիմա, հա, Մոսկվայի փոխարեն հիմա դուք եք նշանակում, մոռանալով, որ ես հրաշալի գիտեմ, որ երբ նույնիսկ դուք եք նշանակում, իբրև թե տարածում եւ քարոզում, դժբախտաբար էլի Մոսկվայի հրահանգ եք անում, անգիտակցորեն, ակամա, մի վարկազրկեք այդ մարդկանց, նրանց պաշտոնների մի նշանակեք, նախ ազատեք։ Փողեր եք հավաքում, ընթրիքներ եք կազմակերպում, որպեսզի Արայիկ Պապյանը գա ձեզ պատմի Սևերի պայմանագրի մասին ու գինի վաճառի։ Վիլսոնի նկարը այդ գինու ավելի անհեթեթ բան։ Երկիրը գնաց, կորավ, կորում եք, չկա, Հայաստան չկա, պատմություն չկա, պատմական որևէ խնդիր չկա, կապիտուլյացիան հայտարարված է, պայմանագիրը կնքված է, Նիկոլ Փաշինյանն էլ Մոսկվա, ուր հանդիպում է, չգիտեմ, կամ չգիտեմ ուր, որտեղ հանդիպում է Ալիևին, Մոսկվայում կամ Էրդողանին, Մոսկվա հանդիպում է
Լուկաշենկոին ու Պուտինին, այսինքն այս վիճակի մեջ, այդ վիճակում դու նստում ես, գինի ես ծախում, Վիլսոնի նկարը վրան խփած ու դու էլ Արայիկ Պապյան կամ Ժիրայր Սեֆիլյան գետինը մտնելու բան է, կարելի է այսքան զոհվածների, ոսկորների վրա պարել ու խնջույք ու խրախճանք անել, հնարավոր է այսքան բան հանդուրժել, որպեսզի հետո էլ ասեք, որ տաղանդավոր հռչակավոր աշխարհահռչակ մաեստրո Տիգրան Մանսուրյան, աշխարհահռչակ, եթե ես հիմա դուրս գամ հացթուխից, հարցնեմ ասեմ Տիգրան Մանսուրյան, ապշած կնայի երեսիս։ Եթե ասեմ, չի նշանակում, գիտեք, որ եթե ասեմ Բեթհովեն ինքը ամեն երեկո լսում է Բեթհովեն քնելուց առաջ, չէ, բայց գոնե լսել է անում։ Գոնե կհարցնի, բան է, կիթարիստ է, թե ջութակահար կամ չեմ երգիչ է, թե ինչ որ մի գաղափար ունի, աշխարհահռչակ բառը զգուշությամբ օգտագործեք, շատ զգուշ։ Եվ նկատի ունեցեք, որ արդիկ կան, որի տարբերություն ձեզ ունեն ու քիչ ավելի բարձր գեղարվեստական ճաշակ։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ, հարցեր չկան, առաջարկություններ չկան, թեմաներ չկան, կամ այնքան կան, որ եթե ես 3 օր էլ նստեմ այսպես խոսեմ, էլի նույն բանից եմ խոսելու, որովհետև այն, ինչ կարևոր է եւ առաջնային է, դրա մասին երբեք չենք խոսում, միայն զբաղված ենք երկրորդական, երրորդական, հազարերորդական խնդիրներով, ով ում ասեց համբալ, բայց իրականում ով է համբալը, բոլորը, եւ ասողը, եւ լսողը, կամ տարածում եք նաև Եվրատեսիլում այսինչ հայ երգիչը ղժացրեց, չեք ամաչում։ Եվրատեսիլ դուք երգելու բան ունեք, սիրտ ու հավես ունեք, հա։ Ամեն ինչ փառահեղ երկիր ունեք, Եվրատեսիլ եք ուղարկում ինչ որ պատահականների հերթական մի թյուրիմացություն, որից այնպիսի հպարտության զգացումով գրում եք, որ եւ ինչպիսի բառապաշարով եք գրում, ինչպիսի բառապաշարով եք գրում։ Այսքան այսօր ձեզ բարի երեկո եմ մաղթում, ինձ էլ բարի տառապանք, որովհետեւ իրոք թեև հաճելի հոգնություն է, բայց այդ հոգնությունը, այդ հոգնածությունը ջերմակ մազերի եւ ավելորդ կնճիռների նաեւ պատճառ է դառնում, որովհետեւ ստեղծագործական աշխատանքը ոչ անպայման աշխարհահռչակ եւ տաղանդավոր կոչվելու կամ լինելու, պարզապես ստեղծագործելու այդ պահը, երանելի պահը ապրելու համար պահանջվում է սոսկալի ֆիզիկական նախ էներգիա, իսկ դերասանի դեպքում եւ ընդհանրապես արվեստ ստեղծողի պարագային արտակարգ գործիքը, դերասանի գործիքը զգացմունքն է, որոնց հետ դու խաղում ես, իսկ դա պահանջում է սոսկալի էմոցիոնալ էներգիա։ Որպեսզի լավ կեղծես, պետք է լավ աշխատես։ Հաջողություն եմ մաղթում ձեզ եւ մինչեւ նոր հանդիպում։